Պարոն Շահնազարյան, վերջին մի քանի օրերի ընթացքում փոխադարձ հարվածներ են եղել եւ Իրանի եւ Իսրայելի կողմից։ Կխնդրեի ամփոփելով այս մի քանի օրը ներկայացնել ինչ իրավիճակի առհասարակ տեղի ունենում եւ ինչ փուլում է պատերազմը այսօր։ Այո, պատերազմական գործողություններ են, երկու կողմը գտնվում են ա, փաստացի պատերազմական վիճակում, միմյանց հետ փոխադարձ հարվածներ, թիրախային հարվածներ, եւ ես կասեի, որ պատերազմը վերջին 48 ժամվա ընթացքում հատկապես տեղափոխվել է բոլորովին նոր փուլ, կողմերը արդեն ոչ միայն թիրախավորում են կոնկրետ ռազմական, քաղաքական նշանակության օբյեկտներ, այլ փորձում են հարվածներ հասցնել մեկը մյուսի ենթակառուցվածքներին, լինի դա տնտեսական, արդյունաբերական ենթակառուցվածքներ, որոնք կարող են բառի իմաստով կաթվածահար անել սոցիալ-հասարակական կյանքը։ Բացի դրանից շատ կարևոր է այն հանգամանքը, որ անցյալ օրը արդեն երեկվանից Իսրայելը փորձ է անում պատերազմը տեղափոխել, այսինքն այս պատերազմի հոգեբանական ասպեկտը արդեն ուղղակի դարձնել այդ հոգեբանական պատերազմը եւ թիրախավորեց Իրանի ռադիոհեռուստատեսությունը, այսինքն փորձեց Իրանին զրկել իր ձայնը աշխարհին հասցնելու, իր տեսակետը աշխարհին հասցնելու միջոցից, որը ըստ երևույթի չի ստացվել, այսինքն ոչ թե ըստ երևույթի, այլ չի ստացվել եւ Իրանի ռադիոհեռուստատեսությունը այդ հարվածից հետո շատ արագ վերականգնեց իր եթերը եւ հիմա նույն թափով, նախկին թափով աշխատում է։ Իսկ որոնք են էսկալացիայի դրդապատճառները եւ առհասարակ ինչ նպատակ է հետապնդում Իսրայելը։ Իսրայելը արդեն տևական ժամանակ է ինչ հայտարարել է, որ նպատակ ունի կազմաքանդել, ամբողջովին կազմաքանդել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի իբր Իրանը չկարողանա արտադրի կամ ձեռք բերի միջուկային զենք։ Իր նպատակը, որը հանրահռչակել է գոնե վերջին 1-2 տարվա ընթացքում, դա է եղել, բայց դա ընդամենը մի երեսն է խնդրինը, իրականում իմ կարծիքով, ինչու չէ նաև փորձագիտական մնացյալ շրջանների կարծիքով, Իսրայելի գլխավոր նպատակը Իրանում իշխանափոխություն առաջացնելը եւ ընդհանրապես Իրանի որպես միացյալ պետության կազմաքանդումն է։ Դա բխում է Իսրայելի անմիջական շահերից այս տարածաշրջանում, որովհետեւ ընդհանրապես նրանք չեն կարող տեսնել հզոր Իրանը այս տարածաշրջանում, համարում են իրենց մրցակիցը եւ այդ մասին գոնե հենց վերջին օրերին, ես չեմ ասում արդեն 1 տարի, 2 տարվա ընթացքում, հենց վերջին օրերին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր կալիբրի եւ նշանակության ներկայացուցիչներ ուղղակի կամ անուղղակի արտահայտվել են։ Պարոն Շահնազարյան, իսկ Իրանային համակարգի անվտանգային տեսանկյունից բացեր կան եւ առհասարակ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Այո, ցավոք սրտի բացեր կան, պատերազմի առաջին իսկ օրը եւ դրա, այսինքն այս քանի օրը, մանավանդ առաջին օրը ցույց են տվել այդ բացերը, երբ առաջին հարվածները հասցվեցին այսպես կոչված գործակալական ցանցի միջոցով, որոնք երկար տարիներ Մոսադի ղեկավարությամբ Իրան էին ներմուծել եւ պահեստավորել ԱԹՍ-ներ, պայթուցիկ նյութեր, կամիկազե կացե ԱԹՍ-ներ, որոնք առաջին հարվածները հասցրեցին, ականատես ենք, որ այս հարվածներից բազմաթիվը դեռևս շարունակվում է հասնել հենց այդ գործակալական ցանցի միջոցով գործի դնելով այդ փոքր հարվածային կամիկաձե ԱԹՍ-ները։ Իրանը հիմա զբաղված է, Իրանի անվտանգային համակարգը զբաղված է չեզոքացնելու այդ կորիզները, վերջին 3 օրերի ընթացքում, իդեպ ասեմ, քաղաքացիների անմիջական մասնակցությամբ է դա տեղի ունենում, հայտնաբերվում եւ չեզոքացվում են այդ կորիզները, օրինակ վերջերս հայտնաբերեցին մի 3 հարկանի բնակելի շինություն, որը բարի բուն իմաստով վերածվել էր ԱԹՍ-ների արտադրամասի, այդտեղ էին արտադրվում այդ ԱԹՍ-ները, չեզոքացնում են այդ կորիզները, իսկ դատական համակարգն ու իրավապահ մարմինները շատ խիստ զգուշացում են արդեն իջեցրել, գործակալները, որոնք ձերբակալվելու են, դրանք դատվելու են պատերազմական իրավիճակին համապատասխան պայմաններում, շատ արագ վճիռ է կայացվելու եւ չեմ խուսափում ասելու, որ նրանք անմիջապես շատ կարճ ժամանակում մահապատժի են ենթարկվելու։ Համակարծիք եք մտքին, որ տեղի ունեցածի մեջ Միացյալ Նահանգներն են ներգրավված։ Այո, այո, միանշանակ։ Տեսեք, Միացյալ Նահանգները խոսում է բանակցությունների մասին, Թրամփի վարչակազմը խոսում է բանակցությունների մասին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների միջոցով համաձայնության գալու մասին,
Իսկ երբ Օմանը նախապատրաստում էր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև 6-րդ ոչ ուղղակի բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային անցյալ կիրակի օրը, անմիջապես դրա նախորդին Իսրայելը ուրբաթ օրը նախաձեռնում է այս ագրեսիան։ Այս ագրեսիան չէր նախաձեռնի, Իսրայելը չէր համարձակվի նախաձեռնել, եթե չլիներ Միացյալ Նահանգների այսպես կոչված կանաչ լույսը, թույլտվությունը եւ ամբողջական աջակցությունը։ Միացյալ Նահանգները անուղակի, ինչ որ դեպքերում նաև ուղակի ներքաշված է այս ամբողջի մեջ եւ իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ է, որ Իսրայելը համարձակություն է ձեռք բերել գնալ նման արկածախնդրության նման գործողությունների։ Եվ ինչ զարգացումներ կարող է ունենալ կոնֆլիկտը եւ արդյոք ԱՄՆ-ն կներգրավի արդեն որպես մասնակից։ Կոնֆլիկտի զարգացումը իմ կարծիքով բարդ է լինելու, այսինքն չի կարելի, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսի զարգացում կունենա։ Ես ենթադրում եմ, որ նա դեռևս առաջիկա օրերին կշարունակվի այս այդքան հանգիստ հեշտ հանգուցալուծում չի ունենալու։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ներքաշմանը, այս ուղակի ներքաշմանը, այս պատերազմում, դա չի բխում իրենց անմիջական շահերից, եթե իմաստություն ունենան բավականաչափ, չեն տրվի Նեթանյահուի այդ սադրանքին, որտեղ երկար ժամանակ ի վեր դեռևս նախքան այս պատերազմը Նեթանյահուն փորձում էր Արևմուտքին ընդհանրապես եւ Միացյալ Նահանգներին հատկապես ներքաշել Իրանի հետ ուղղակի առճակատման մեջ։ Եթե դա տեղի ունենա, սա ամբողջ տարածաշրջանը կրակի կմատնի, որովհետև արդեն Իրանը հայտարարել է, որ եթե որևէ երրորդ երկիր Իսրայելի կողմից մտնի ուղակի պատերազմի մեջ, այդ երկրին պատկանող բոլոր օբյեկտները այս տարածաշրջանում լինելու են այսպես կոչված թիրախներ Իրանի զինված ուժերի համար եւ ողջ տարածաշրջանն է մատնվելու կրակի, ստեղծվելու է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը լինելու է շատ բարդ եւ դա շատ ցավալի հետևանքներ է ունենալու ոչ միայն տարածաշրջանի համար, այլ աշխարհի համար ընդհանրապես էներգետիկ եւ տնտեսական առումով։ Նաև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև գաղտնիք չէ, որ հակամարտությունը սպառնալիք է մեզ համար, ինչ խնդիրներ կարող է առաջացնել, եթե բախումներ չդադարեն։ Այո, ցավոք սրտի այս իրադարձությունների առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար։ Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը անուղղակիորեն դեռևս թաքնված Իսրայելի կողմից ներքաշված է այս հակամարտության մեջ եւ աջակցում է Իսրայելին, ինչու՞ չէ նաև Թուրքիան, որը փորձում է առավելագույնը քաղել այս հակամարտությունից։ Եթե այնուամենայնիվ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները որոշեն, որ երկրորդ ճակատը պետք է բացվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բոլոր փորձագիտական շրջանակները հուշում են, որ այդ ճակատը բացվելու է Ադրբեջանի կողմից եւ ցավոք սրտի դա կենտրոնացած է լինելու երկու կետ, մեկը Նախիջևանն է եւ մյուսը ցավոք Արցախի բռնագրաված տարածքներն են լինելու, օկուպացված Արցախի տարածքներն են լինելու, որոնք օգտագործվելու են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների համար։ Եվ նման բան հնարավորություն է ընձեռելու եւ մանավանդ եթե այս հակամարտությունը ձգձգվի եւ էսկալացիան ավելի սրվի, հնարավորություն է ընձեռելու թուրք-ադրբեջանական ալյանսին, որպեսզի իրականացնի իր մեծ երազանքը, այսինքն Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության հարավային տարածքների բռնազավթումն ու բռնակցումը եւ հարցը մեկ անգամ ընդմիշտ հենց ռազմական ճանապարհով լուծելու համար։ Սա լրջագույն վտանգ է, որը ցավոք սրտի իմ կարծիքով դեռևս Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները մատների արանքով են նայում դրան։ Ես չեմ տեսնում, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ապագա զարգացումներին համապատասխան, ներկա իրավիճակին համապատասխան եւ համարժեք, որպեսզի վտանգը նվազագույնի հասցվի։